Հին արևելքի կրոնները բազմազան էին և գրավել են տարբեր մշակույթների և ժողովուրդների կողմից։ Տարածված էին հիմնականում Մեսոպոտամիայում, Հին Եգիպտոսում, Փոքր Ասիայում և Հնդկաստանում։ Ամենից հայտնի կրոնները ու հավատալիքները հետևյալն են։ Մեսոպոտամիա մեծաշնորհներից էր։ Մեսոպոտամական պանեթոնը աստվածների ընտանիքի, որի ամենամեծն էր Էնելիզը։ Մարդկանց կյանքը կիսվում էր աստվածների հավանավորության տակ, և կրոնը խորապես կապված էր գյուղատնտեսության, կառավարման և ռազմական խնդիրների հետ։ Հին Եգիպտոս Եգիպտական կրոնը կենտրոնանում էր աստվածների մեծ թվով պանթեոնի վրա, որոնցից ամենակարևորը Ամոն-Ռան էր, արեգակնային աստվածը։ Աստվածները կերտում էին կյանքի և մահվան ընթացքը, և նրանք շատ մեծ դեր էին խաղում եգիպտացիների մտածողության մեջ, հատկապես մահից հետո կյանքի հարցում։ Անհատները հավատում էին, որ մահից հետո պետք է անցնեն դատական գործընթաց, և արդարությունը պահպանելու համար պետք է իրենց սրտերը հանձնել այդ աստվածներին։ Հնդկական կրոններ Հին Հնդկաստանում մշակվել են տարբեր կրոններ, հիմնականում հինդուիզմ, բուդդիզմ և ջայնիզմ։ Հինդուիզմը հիմնված էր կյանքի կրկնվող շրջապտույտի գաղափարի վրա, սերսարույթը և կրակի միջոցով հոգու մաքրումը։ Բուդդիզմը համովրված է Սիդդհարթա Գաուտամայի ուսմունքների վրա, որը փնտրում էր խելամիտ ճանապարհ դեպի տառապանքի ավարտ։ Ջայնիզմը կենտրոնանում է խաղաղության ու կենդանիների հանդեպ հոգատարության վրա։ Այս կրոնները ձևավորեցին մեծ մշակութային ու սոցիալական հիմունքներ, որոնք ազդեցին ամբողջ արևելյան աշխարհին։ Այսքանը ցտեսություն։